խոսում, որ արձանագրել իշխանությունը այս տարիներին սկսած Արցախից ավարտած նաև ներքաղաքական հարցերով, ինչու պետք է չհաջողվի։ Հարցը ո՞րն է, ինչու չպիտի հաջողվի իշխանությունը փոխել մինչև ընտրությունները, դա է հարցը։ Ինչու պետք է չհաջողվի նրանց հեռացնել իշխանությանը, եթե բազմաթիվ հաստատներ կան իրենց կողմից ներկայացված, որտեղ ձախողել եք այս 7 տարի։ Հարգելի գործընկերներ, ընդհանրապես ժողովրդավարական երկրներում նման հարցերի պատասխանը տալիս է ժողովուրդը ընտրությունների ժամանակ։ Եթե ընտրությունների 2026 թվականին կլինեն ընտրություններին, ժողովուրդը կտա ձեր հարցի պատասխանը։ Դուք կարծում եք մինչ այդ ժողովրդին չի հաջողվի համախմբել ընդդիմադիր դաշտին ձեզ հեռացնելու օրակարգի շուրջ։ Ոչ, իհարկե չի հաջողվի, որովհետև ժողովուրդը մեղմ ասած լավ կարծիք չունի ձեր նշած անձի մասին, օրինակ։ Եվ կրկին այդ հարցի պատասխանն 2026 թվականին կստանանք բոլորս։ Երեք հայտարարում էին, որ Արցախի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը պետք է շարունակի մնալ իշխանության այդ քաղաքական ծրագրերում։ Արդյոք սրանով իրենք նաև չեն լեգիտիմացնում ադրբեջանցիները ու նույն մեղադրանքները, որ Ադրբեջանից հնչող գրակոչները ոչ մի լեգիտիմացման շանս չունեն ընդհանրապես, որովհետև ուժի գործադրումը ընդհանրապես ընդունելի բան չէ որևէ հանգամանքում։ Պարոն Ռուբինյան, Սերժ Սարգսյանը ընթացքում որ Հայաստանում նախարարության իրենք հայտարարում են, որ փակված չէ, պետք է շարունակել Ես այլ կոնտեքստում ասեմ, ընդհանրապես մեր ընդդիմությունը եւ առաջին հերթին նախկին այսպես կոչված նախագահների կողմից ղեկավարվող ընդդիմությունը ամեն ինչ արել է եւ շարունակում է անել ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության, Հայաստանի անվտանգության, Հայաստանի ժողովրդավարության։ Պարոն Ռուբինյան, Սերժ Սարգսյանը պատկերավոր համեմատություն արեց, ասաց, որ ժողովուրդը նախիրի մեջի էշի ճակատն է պատճել, ինչպես կարող եք արտադրել։ Դե իհարկե գայթակղությունը մեծ է էշի հետ կապված այլ պատկերավոր համեմատություններ անելու, մասնարապես երբ որ մարդիկ անիմաստ խոսում են, ժողովուրդը դա գիտեք ոնց է անվանում, բայց ես չեմ իջնի այդ դաշտ, իսկ ընդհանրապես կներեք էլի, բայց ես Սերժ Սարգսյանին պատասխանեմ 2018 թվականի ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանին ցիտելով։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Դե հետևաբար ժողովրդի ասած այն էշ խոսալու պահն է, էլի։ Հարգելի գործընկերներ, եկեք մի հատ փաստերը դնենք իրար կողք, էլի։ 2023 թվականին Սերժ Սարգսյանը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ես սխալվեցի, տալիս է հրաժարական։ Հետո հանրապետական խմբակցության անդամները, Դաշնակցության խմբակցության անդամները, այդ թվում քվեարկում են Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ։ Հիմա եթե իշխանազավթում եղել է, նշանակում է Սերժ Սարգսյանը մասնակցել է այդ իշխանազավթմանը։ Բայց ներողություն, ես դրան էլ կանադառնամ։ Եթե դրսերից այլ ուժեր են արել, ուրեմն ինքը ավելին Սերժ Սարգսյանի հանրապետական կուսակցությունը մասնակցել են դրսից իրականացված հեղաշրջմանը ստացվում է։ Ասում է իրենց է պարտավոր, Հարգելի գործընկերներ, կրկին հարց եմ տալիս, այսինքն ինքը կապիտուլյանտ անձնավորություն է, որ ինքը թույլ է տվել, որ երկրի դրսից հեղաշրջում իրագործվի, այդ դեպքում ուրեմն ինքը ընդհանրապես քաղաքականության մեջ գործ չունի։ Իսկ իրականությունը հետևյալն է. ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ իրենց կողքը ֆրֆռացող տարատեսակ դեմքեր, այդպես էլ չհասկացան, որ ժողովուրդը չի կարող մի խմբակից իշխանազավթում իրականացնել, որովհետև ժողովուրդն է իշխանության տերը։ Այդ իրենց խմբակն է 20 տարի շարունակ իշխանազավթում իրականացրել ամեն անգամ ընտրություն կեղծելով եւ մնացած բոլոր հանգամանքներով։ Ժողովուրդը չի կարող իրականացնել իշխանազավթում։ Եթե իրենք նկատի ունեն, որ իշխանությունը ԻԾՆ պատկանում է աստվածային պարգև Սերժ Սարգսյանին եւ ժողովուրդը հանդգնեց զավթել այդ աստվածային շնոր իշխանությունը Սերժ Սարգսյանից, այդ դեպքում գուցե տրամաբանություն կա իրենց ասացի մեջ, բայց ուրեմն թող իրենց հայտարեն մոնարխիստ, հայտարեն, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի Հայաստանի մոնարխը եւ ժողովուրդը հանդգնաբար զավթեց իշխանությունը իրենից։ ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք, պատասխանատու եք նրա համար, ում ճակատը համբուրել եք։
բացարձակ չհասկացա ձեր հարցը ընդհանրապես ինչի մասն էր ձեր հերթական անիմաստ հարցերից մեկը։ Բայց ինչու է գնահատական տալիս։ Լավ եմ անում։ Լավ եմ անում։ Դա ժողովրդավարական արժեքներից է փոխում։ Միանշանակ։ Լրագրողին թիրախավորում։ Ես չեմ թիրախավորում, ես գնահատում եմ հարցը։ Այո, եւ լավ եմ անում։ Այլ հարցեր։ Մենք ձեր խոսում ենք 7 տարի անց։ Բայց դուք մեր խոսացածը գնահատում եք։ Ո՞վ ասել։ Ես եմ ասում։ Ցույց տվեք։ Ինչ շատ տարբեր տեղեր։ Ցույց տվեք։ Լավ, ես հիմա չեմ ուզում ձեր այդ բանավեճի մեջ։ Սերսացյանն ասում է 7 տարի անց այդ տխրարչակ իրադարձությունների փողոցում ամեն երկրորդ անցորդը անիծում ու հայում է այս կապիտուլյանտ իշխանություններին։ Եւ կրկին ես կարիք չունեմ սրան պատասխանելու 2026 թվականին կլինեն հերթական ազգային ժողովի ընտրությունները, ինքը եւ իր խմբակը եւ իրենց խմբակները իրենց դիրքորոշումը կհայտնեն, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք, ժողովուրդն էլ կգնահատի ով էր կապիտուլյանտը, ով ում էշին էր պաչել, ով էր էշը, ով էր ավանակ։ Պարոն Ռուբինյան, թիմ ընտրությունները, վերջին արդյունքները թիմ Գյումրի եւ Քարայրում, ամեն դեպքում ձեզ մտահոգում է, որ 26-ին, որքան էլ իշխանությունը վստահեցնում է, որ կրկին մեծամասնություն են կազմելու, ամեն դեպքում այս թիմ ընտրությունների արդյունքները ձեզ մտահոգում է, որ 26-ին կարող եք եւ բավություն կրել մեծամասնություն չլինելու։ Թիմ ընտրությունների վերաբերյալ պետք է եւս մի քանի փաստ վերհիշենք, նախ ի տարբերություն Գյումրիի նախորդ ընտրությունների քաղաքացիական պայմանագիրը եւ հիշեցնում եմ նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2021 թվականին ազգային ժողովի ընտրություններից մի քանի ամիս անց եւ այդ 21 թվականի ընտրություններին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 20 քանի տոկոս էր հավաքել եւ զբաղեցրել երկրորդ տեղը 25 թվականին այսինքն վերջին ընտրություններին քաղաքացիական պայմանագիրը առաջին տեղում է իր հավաքած տոկոսներով եւ հավաքել է 36%։ Այնուամենայնիվ կանխագուշակելով ձեր հարցը, ոչ առաջին դեպքում, ոչ երկրորդ դեպքում մեծամասնություն վերցնել չի ստացվել քաղաքացիական պայմանագրին Գյումրիում եւ դա մենք ընդունում ենք իգիտություն, ինչպես իգիտություն, բայց ավարտեմ, բայց ինչպես եւ իգիտություն ենք ընդունում ցանկացած ընտրության արդյունք իր դրական եւ բացասական կողմերով 26 թվականին մենք կրկին փորձելու ենք անել հնարավորը որպեսզի ստանանք հանրության մեծամասնության աջակցությունը։ Պարոն Ռուբինյան, ներողություն, Գյումրիում Շոյջան հարց են տալիս։ ավականու արդեն անդամները ընտրելու են քաղաքապետ, կա որոշում, ի վերջո առաջադրվելու է քաղաքացիական պայմանագրի թեկնածուն, նիստին մասնակցելու է ձեր ֆրակցիան այնտեղի։ Ես կարծում եմ մեր խմբակցությունը հայտարարություն կանի որոշման վերաբերյալ։ Դուք նկատում եք Գյումրում ավականու։ Այո։ Յակոմ իսկի խմբի Գիտեք, եթե կարելի է մենք հարցեր մենք տանք։ Պարոն Ռուբինյան, դուք ասում եք, որ 26 թվականին մասնակցելու եք ընտրություններին, բայց նախորդ ընտրություններին իշխող ուժը մասնակցեց անվտանգության թեզով, որ անվտանգություն կբերի խաղաղություն կբերի։ Դա հաջողվել է ձեզ մոտ թե ոչ եւ այս անգամ ինչպես եք, ինչ թեզով եք մասնակցելու, որովհետեւ ըստ էության գուցե համաձայնեք, որ խաղաղություն չեք կարողացել դեռ լիարժեք բերել։ Դե ինքներդ լավ է որ վերջում նշեցիք լիարժեք բառը, որովհետեւ ամեն դեպքում պետք է ֆիքսել, որ վերջին տարին իհարկե որոշ բացառություններով, բայց ամենա խաղաղ տարիներից մեկն է եղել առնվազն գետնի վրա։ Իհարկե եղել են վերջին օրերին էլ տեսել եք եղել են որոշ իրադարձություններ, բայց ընդհանուր առմամբ կարելի ասել ամեն հանգիստ տարիներից մեկն է եղել։ Նաև որոշակի առաջընթաց է գրանցվել խաղաղության գործընթացում, համաձայնեցվել է խաղաղության համաձայնագրի տեքստը եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի օր առաջ այն ստորագրվի։ Ինչն է լինելու ընտրություններում մեր թեզը բնականաբար միայն մի թեզ չէ, որ լինելու է կյանքի տարբեր ոլորտներին է վերաբերվելու, բայց մենք շարունակելու ենք իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակներում շարժվել առաջ եւ առաջարկել մեր քաղաքացիներին այն լուծումները, որոնք մենք տեսնում ենք։ Շուշի դեօկուպացիա անգամ լինելու է, պարոն։ Խոստումներին Փաշինյանի անվստահություն կա հասարակության մոտ, գնահատում եմ, որ Փաշինյանի որևէ խոստում Դե սիրելի գործընկերներ, դա ձեր գնահատականն է։ Ես նույն կերպ հիշում եմ, ոնց էր 2021 թվականից, ոնց էին ձեզնից բոլորը նորից նույն հարցերը տալիս, պնդում, որ քաղաքացիական պայմանագիրը եւ վարչապետը, չգիտեմ, չունեն վստահություն, այնտեղ որներ են, Գելապ կար մի հատ, ասում էր Ռոբերտ Քոչյանն է հաղթելու
բայց 2021 թվականի ընտրությունները ցույց տվեցին ժողովրդը ինչ է իրոք մտածում։ Հիմա 2026 թվականին նույնպես ընտրությունները ցույց կտան, թե ժողովրդը ինչ է մտածում։ Կերկին ձեր բոլոր հարցերին իմ պատասխանը հետևյալն է 2026 թվականին ժողովրդը ցույց կտա, թե ինքը ինչ է մտածում, ինչ է ուզում։ Խծաբերդուն չէ։ Մտածում կոնկրետ ասում եմ, որ փոխական պատգամավորները կան, մեկ օր այս գրակոչների ցայգի տակ գնեն։ Տեսնենք այդ խաղաղությունը իրենց ձեռք է տալիս Տուրեկանը։ Ես ձեր հարցը չլսեցի ուղղակի։ Իրենք ասում են, որ փոխական պատգամավորները կան այս գրակոչների տակ ապրեն, տեսնեն այդ խաղաղության մեջ կարող են ապրել։ Հարցը ձեր չլսեցի։ Կգնաք խնացախում մի գիշեր ապրելու, պարոն Ռուբինյան։ Մեր պատգամավորները ընդհանրապես երբեք էլ ոչ մի խնդրեմ չեն ունեցել որևէ տեղ գնալու, ժողովրդի հետ շփվելու, եւ ես վստահ եմ, որ մեր սյունեցի պատգամավորները դա անում են բարբերաբար։ Ռուբինյան 26 թվականի ընտրություններին Շուշի հադրութի դեօկուպացիա լինելու է ձեր նախընտրական ծրագրը։ Ոչ։ Ինչու՞։ Սերժ Սարգսյանը խոսել է նաև խաղաղության համաձայնագրի մասին, ասել, որ դա մոլորեցնող է եւ միակողմանի, խոսելով նաև բանակցային գործընթացի մասին հնարավորություն տեսնում է դա վերադարձնել միջազգային օրակարգ, բանակցությունը փոխվելու եւ նաև այսպես նշել, որ համաձայն իրավական դեպքատականի արժանանա վարչական գործողությունները։ Դժվար է մեկնաբանել այս անիմաստ հայտարարությունները, պետք է ասել հետևյալը, ես ձեզ բոլորիդ ուզում եմ հիշեցնել, որ 2023 թվականի, եթե չեմ սխալվում, օգոստոսն էր կամ սեպտեմբերի սկիզբն էր, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ուղիղ հովանավորության տակ գտնվող ուժերը եւ Դաշնակցության Լեռնային Ղարաբաղում իրականացրեցին իշխանափոխություն։ Արայք Հարությունյանը հրաժարական տվեց, իրենց ուժերը ընտրեցին պարոն Շահրամանյանին։ Այդ նույն օրերին, այսօրվա պես ես հիշում եմ, Ազատության հրապարակում անցկացնում էին հանրահավաք, որտեղ լրագրողները, եթե չեմ սխալվում, նույնիսկ Նարեկներ կարողա, բայց վստահ չեմ, կամ Փայլակներ, մոտեցան Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, հարցրեցին, ինչպես է գնահատում իրադարձությունները Ստեփանակերտում, ասեցին շատ լավ, ուրախ ենք, հույս ունենք, որ նույնը տեղի կունենա Հայաստանում։ Դրանից օրեր անց կամ շաբաթներ անց Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց։ Այս մարդկանց եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ամբողջ քաղաքական հետագիծը սկսած 1998 թվականից նվիրված է հետեւյալ ֆորմուլային։ Այդ ֆորմուլան կայանում է հետեւյալում. Դրոշակ դարձնել Լեռնային Ղարաբաղը, դա օգտագործել Հայաստանում իշխանություն զավթելու համար, իդեպ, երբ որ ասում են իշխանազավթումը կիրառելի է միայն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի բոլոր տարիներին, որովհետեւ այդ մարդիկ մեկ անգամ իրենց կյանքում ընտրություն հաղթած չկան։ Զավթել իշխանություն, հես այդ հարցը կտա կպատասխանեմ։ Զավթել իշխանությունը այդ պատրվակով, կեղեքել, հարստահարել, թալանել Հայաստանի ժողովրդին ու այս է իրանց կյանքը, իրանք ուրիշ քաղաքականություն չունեն։ Իրանք թքած ունեն թե Հայաստանի ինքնիշխանության վրա, թե ժողովրդավարության վրա, եթե հարցնեք որտեղից էին պնդումը, որովհետև Սերժ Սարգսյանը մի մարդ է, որը 2018 թվականին ասում է Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի, 2025 թվականին ասում է իշխանազավթում է տեղի ունեցել։ Մի հարց էլ տամ էլի, եթե ինքը ասում է, որ հայ ժողովուրդը սխալվեց, մեծ հաշվով դա էր ասում երևի Սերժ Սարգսյանը, չէ՞ որ մոլորեցին հայ ժողովրդին։ Լավ, ենթադրենք, իսկ տրամաբանությամբ մոլորեցին։ Հետևաբար ինչու է 2018 թվականին տեղի ունեցած իշխանազավթում։ Ով է ումից զավթել իշխանությունը, ոնց ինչ մեխանիզմով, թող պատասխանի։ Հաղթած չկան, բայց պատերազմներում էլ պարտված չկան։ Որ իշխանության ժամանակ են ավելի շատ կորուստներ ունեցել։ Սերժ Սարգսյանի, Քոչարյանի թե ձեր իշխանության ժամանակ։ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իմ նկարագրած հետագծի բերումով մեծագույն դերակատարություն եւ մեղք ունեն Լեռնային Ղարաբաղի հայաթափման հարցում եւ դրա վերջին արարը այն էլ ինչ ես նկարագրեցի, երբ որ իրենք Լեռնային Ղարաբաղում իրականացրեցին իշխանափոխություն եւ դրանից շաբաթներ կամ օրեր անց Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց։ Եթե դա չլիներ, ձեզ կհաջողվեր Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգ ապրելու հարցը Լեռնային Ղարաբաղում միջազգային մեխանիզմներով։ Մենք ամեն ինչ անում ենք դրա համար։ Դուք հիմա հիպոթետիկ հարց եք տալիս, ես կարծում եմ կստացվեր։ Այո, ես
մեղադրում եմ իրենց տապալելու մեջ դա եւ ես ասում եմ որ մենք անում էինք ամեն ինչ որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողանար անվտանգ ապրել Լեռնային Ղարաբաղում, բայց հետո եղավ այն ինչ եղավ։ Բայց ձեր օրակարգի նշաձողը իջեցնելուց անցել էր ավելի քան 1 տարի, բայց դուք ոչ մի կերպ չէիք ասում թե չէիք ամեն դեպքում բացահայտում մենք բազմիցս բայց թողեք պատասխանեմ ձեր հարցին։ Ես լսում եմ ձեր հարցը եւ ասում եմ մենք բազմիցս ենք խոսել սրա մասին։ Մենք բազմիցս ենք խոսել, որ այն ժամանակ մեր քաղաքականությունը միտված էր նրան, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ուղիղ բանակցեն Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների շուրջ։ Խոսվել է նրա մասին, այդ թվում արգոս նախարարության վերջին պատասխանի մեջ ձեր լրատվամիջոցին, եթե չեմ սխալվում, ի դեպ, որ կային նախաձեռնություններ այդ թվում հանդիպումների 3-րդ երկրներում, խոսվել է նաև այն մասին, թե ովքեր նախընտրեցին Եվլախը, օրինակ ինտեգրացիայի օրակարգն էր պարտադրում Բաքուն, ասում էր լուծարեք ամեն ինչ եւ եկեք ինտեգրացիա։ Հիմա իսկ ներողություն, իսկ Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից Լեռնային Ղարաբաղում իշխանափոխության իրականացումից հետո այդ լուծարումը տեղի ունեցավ, թե տեղի չունեցավ։ Այդ լուծարման ներողություն, մի վարքան, թողեք ես պետք է ավարտեմ։ Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը մենք ենք ստորագրել, թե իրենց պրոտեժեները։ Ես էլ ձեզ պատասխանում եմ այն, ինչ բխում է ձեր հարցից։ Հերթով բանավիճեք ինձ հետ, ինչու եք, դե հիմա կարելի հարգելի գործընկերներ, մենք հիմա բան ենք, մանկապարտեզ ենք քննարկում։ Մարդիկ բան են ստորագրել, ինչ նշանակում ոչ ինչ է։ Խնդրեմ, լսում եմ ձեզ։ Ես հարցնում էի, դուք փոխեցիք Արցախի բանակցությունների ամբողջ տրամաբանությունը, այսինքն ապրիլի 2022-ի, երբ որ ասացիք, որ պետք է իջեցնել նշաձողը եւ խոսել իրավունքներից եւ Իսկ դուք նկատել եք, որ իսկ դուք ներողություն։ Շատ լավ, հիմա թողեք հիմա տեսեք։ Դուք իրավացիորեն նշում եք, որ մենք ասացինք, որ որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը եւ իրավունքները ապահովվի, մենք պիտի իջեցնենք նշաձողը մեր տրամաբանության մեջ։ Հասկացա, թողեք որ պատասխանեմ։ Եվ մենք իջեցրեցինք, ինչպես դուք դա ասում եք։ Եվ այն ժամանակ էլի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի խմբակը իշխանազավթների, նախկին իշխանազավթների եւ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ էլիտան, այսինքն մեծ մասը կուսակցությունների, նախկին նախագահները, այդ պահի նախագահները մեզ ասում էին դավաճաններ, այսինչ եք անում, ոչ մի դեպքում անկախությունից պետք է շարունակենք խոսել Լեռնային Ղարաբաղի անկախության մասին, այնտեղ նաև Եթե չեմ սխալվում, ազգային ժողովն էր Լեռնային Ղարաբաղի հայտարարություն ընդունում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանները նույնպես Լեռնային Ղարաբաղի մաս են եւ այսպես շարունակ։ Մի խոսքով ստանդարտ դավաճան քպիականներ, մենք հայրենասեր ենք եւ այլն, ինչպես եք հանդգնում խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության մասին եւ չխոսել անկախության մասին եւ այլն եւ այլն։ Հիմա 2025 թվական, ընդ որում ես ինչ որ ասում եմ իրենց դիրքորոշումը, ըստ էության իրենց դիրքորոշումը հետագայում դարձավ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների էլիտայի դիրքորոշում։ Եվ ընդհանուր մինչև 2023 թվականի էթնիկ զտումը իրենք այդ դիրքորոշման շրջանակներում էին եւ մեր այսպես ասած իջեցված նշաձողի տրամաբանությանը դեմ էին եւ մեր քաղաքականությանը դեմ էին։ Իրենք գնացին իրենց քաղաքականության թողեք ավարտեմ։ Արդյունքում հիմա դուք լսել եք մի հատ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ էլիտայի խոսի օրինակ անկախության մասին։ Իրենք խոսում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների մասին։ Հիմա ներողություն։ Այսինքն, երբ որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը այնտեղ էր եւ մենք առաջարկում էինք խոսել դրա մասին, իրենք մեզ ասում էին դավաճան եւ իրենք նախընտրեցին գնալ այլ ճանապարհով, կրկին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դրդմամբ։ Հիմա, երբ որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է իրականացվել, նոր եկել են մեր ասածին։ Ուշ ինչպես միշտ։ Իդեպ մի հատ էլ առիթ օգտագործելով մի բան էլ ասեմ, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանազավթ
խմբակների կողմից եւ նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին իշխանությունների որոշ շրջանակների կողմից փորձ է արվում ցանկացած քննադատություն, որ իշխանությունը ուղղում է իրենց, կրկնում եմ իրենց, այսինքն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի խմբակներին կամ Լեռնային Ղարաբաղի էլիտայի որոշ ներկայացուցիչներին, իրենք փորձում են դա վերագրել որպես խոսույթ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Ես ուզում եմ Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդին, որոնք նույնն են ինչ ես, մենք նույն հայն ենք, իրենք մեր քույրերն ու եղբայրներն են, մեր ընտանիքի անդամներն են, ասել, որ կառավարությունը ոչ մի հակաղարաբաղյան սենտիմենտ չունի եւ թող հերու ուղարկեն իրենք այս ավանտյուրիստներին, որոնք փորձում են հակադրություն մտցնել Հայաստանի կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միջեւ։ Հիմա հերթով։ Մի րոպե, շողիկ ճանաչած ես տա։ Մի վիճեք, մի թիրախավորեք իրար։ Պարոն Ռուբինյան, դուք որ ասում եք հակաղարաբաղյան որևէ բան չկա, բայց օրինակ Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում ազգային ժողովի ամբիոնից, ասում էր բան միտինգի մատերիալներ, հա, արցախցիների մասին։ Ինչ է կա հենց հիմա խեղաթյուրում։ Ինքը ոչ թե ասում էր, որ արցախցիները միտինգի մատերիալ էին, այլ ասում էր Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ու իրենց խմբակները փորձում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին դարձնել միտինգի մատերիալ։ Համաձայն եք, դրանք տարբեր բաներ են։ Ռոբերտ Քոչարյանի օրոք արտակարգեցիք ամբողջ այդ process-ը, բայց դուք կասեք օրինակ այդ ընթացքում միջազգային ինչ կոնսոլիդացիա ձեզ հաջողվեց ապահովել այդ օրակարգի շուրջ, ովքեր էին օրինակ երաշխավորում, որ արցախցիների իրավունքների եւ անվտանգության շուրջ կլինի կոնսոլիդացիա եւ աջակցություն։ Ջորջ ջան, բայց դուք ինձ ասում եք ինչ եղավ այդ օրակարգը, ես ասում եմ ինչ եղավ այդ օրակարգը։ Այդ օրակարգը, սպասեք մի հատ, լսեք էլ։ Այդ օրակարգը ավարտվեց հետեւյալով. Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իրենց պրոտեժեների հետ միասին Լեռնային Ղարաբաղում իրականացրեցին իշխանափոխություն։ Այդ իշխանափոխությունից սպասեք, հեսա դրան էլ կանադառնամ։ Իրականացրեցին իշխանափոխություն, այդ իշխանափոխություններից օրեր անց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ էթնիկ զտում։ Նիկոլ Փաշինյանն ասում է, երբ որ ինքը 2019-ին ստանձնում էր բանակցային այդ հեղափոխությունից հետո ստանձնում էր այդ բանակցային փաթեթը, այդ դրանով արդեն նախանշվում էր Լեռնային Ղարաբաղում պետական կարգի լուծարումը։ Հիմա դուք ասում եք, ես իրեն եմ մեջբերում, հիմա դուք ասում եք ստորագրվեց հրամանագիր, այսինքն ի վերջո երբ է լուծարման ընթացքը երբ նախանշվեց, այսինքն լուծարման ընթացքը համարում էր այն բանակցային փաթեթը, որ ստացել է լուծարման ընթացքը, եթե դուք խոսում եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներից մեկի մասին, այս վերջերս, այդ տրամաբանությունը ցավոք դրված է եղել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ամենասկզբից, որովհետև ամբողջ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչում էր Ադրբեջանի մաս։ Եթե դուք հարցնում եք ինչով ավարտվեց այդ ամբողջ պատմությունը ավարտվեց, երբ որ Լեռնային Ղարաբաղում իրականացրեցին իշխանափոխություն, դրանից օրեր անց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ էթնիկ զտում, Սամվել Շահրամանյանն էլ ստորագրեց Լեռնային Ղարաբաղի լուծանման փաստաթուղթը։ Հիմա վերադառնանք ձեր հարցին։ Հիմա այդպիսի բան չի եղել։ Ես էլ ասում եմ, լուծարման փաստաթուղթը իրեն ինչ անշակում չի հերքել։ Իրեն հարց են տվել, ինքը ասել է, չեմ հերքում։ Ինքը ասել է, որ այո, ինքը ծանոթ է եղել այդ լուծարման փաստաթղթին։ Եվ խմբագրման աշխատանքներ արվել է։ Նիկոլ Փաշինյանը ասել է խմբակցություն, սխալ եք ասում դուք։ Սխալ եք ասում։ Ես էլ ասում եմ դուք սխալ եք ասում։ Ես սխալ չեմ ասում։ Սխալ եք ասում։ Կճշտենք, հետո կնայենք իրար հետ։ Փաստաթղթի մասին, եթե չեմ սխալվում, այդ ժամերին տեղեկացել եմ, բայց Հայաստանի Հանրապետությունը փաստաթղթի կազմմանը, խմբագրմանը որևէ մասնակցություն չի ունեցել։ Պարոն Ռուբինյան, դեպքերի հաջորդականությունը հիշեք, եւ Շահրամանյանին եք ասում լուծարման փաստաթուղթն եք մեջբերում։ Դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը գնաց Շարլ Միշելի հետ հանդիպման, ասաց Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս, ճիշտ է։ Այսինքն դա Նիկոլ Փաշինյանն է արել։ Ախր որ հարցերը տալիս եք, գոնե այդ հարցերը ճիշտ ձևակերպեք, որովհետև ես միշտ կարծել եմ, որ լրագրությունը ինքը տենց մոտավորապես գիտություն, հա, բայց մի ընդհատեք ինձ։ Լրագրությունը ինքը տենց մոտավորապես աշխատանք չի, էլի։ Իմ մայրն էլ է լրագրող եղել, իդեպ ես ամենայն հարգանքով եմ դա ասում, դուք նույն թերթում եք աշխատել իդեպ տարբեր տարիներ։
ինքը մոտարապես բան չի, էլի, նախ Նիկոլ Փաշինյանը Շարլ Միշելին չի գնացել Պրահայում ասի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Պրահայում ոչ թե ստորագրվել է, այլ ընդունվել է հայտարարություն, որը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ըստ այդ հայտարարության Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Հաստերը չեն փոխվում Սպասեք։ Ստորադասական սարճ Լրագրությունը բացի նրանից, որ ինքը մոտավորապես մասնագիտություն չի, նաև լրագրությունը ենթադրում է, որ երբ որ լրագրողը հարց է տալիս, պիտի լսի պատասխանը, եթե էլի հարց ունի, եթե լսի պատասխանը, եթե բավարարված չլինի, տրեյնինգ չէ, բայց ես իմ մտքերն եմ արտահայտում, կարծում եմ իրավունք ունեմ։ Դա ոչ թե գիտելիք է, այլ պարզ երևի գիտակցություն, գուցե ֆայմ, բայց հա, ինչ է ենթադրում նաև լրագրությունը, որ հարց եք տալիս, լսեք մինչև վերջ, եթե չի բավարարի, ճշտելու բան կունենաք, մի հատ է հարց կտաք, մի հատ է կպատասխանեք։ Մեր ընդդիմադիրները, ընդ որում ընդդիմադիրները այս հարցում ոչ միայն երկրի ներսում, այլ դրսում, ասում են, որ 2022 թվականի Պրահայի հայտարարությամբ հնարավորությունից զրկվեց ռուս խաղաղապահ զորախումբը որևէ բան անելու Լեռնային Ղարաբաղում եւ հետեւաբար դրա պատճառով 2023 թվականին ոչինչ չարեց։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Պրահայի հայտարարությունը ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերին, իսկ Փարուխի, Խծաբերդի եւ այլ դեպքեր, իսկ հիշեցնում եմ ինչ դեպքեր են, երբ որ ադրբեջանական զինված ուժերը օրինակ գրավեցին Խծաբերդ գյուղը, վերցրեցին վերահսկողության տակ, մինչև այդ ՊԲ վերահսկողության տակ էր, դրանից հետո ադրբեջանական։ Նույնն էլ Փարուխը։ Դրանք տեղի էին ունեցել 2022 թվականի հոկտեմբերից առաջ, հետեւաբար ասել, որ ռուս զորախումբը, այո, ինչ որ հայտարարության պատճառով էր, որ չմիջամտեց, փաստագրված է, որ այդպես չէ։ Հաջորդը 2022 թվականի Պրահայի հայտարարությունից հետո, եթե չեմ սխալվում, 2023 թվականի սկզբներին էր, հունվարին կամ 22-ի վերջերին։ Ընդունվել է այլ եռակողմ հայտարարություն եւս Սոչիում։ Ժամկետը կարող է սխալ ասեմ, բայց նոյեմբեր, 1 ամիս անց, որը ստորագրել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահ եւ Ռուսաստանի նախագահ, որում նշվում է, որ կողմերը վերահաստատեցին ռուս խաղաղապահ զորակազմի անհրաժեշտությունը եւ կարեւորությունը։ Հետեւաբար փաստարկը, որ Պրահայի փաստաթղթով հայտարարությամբ որևէ բան էր փոխվել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների որևէ ֆունկցիայում, հա, հիշում եմ, որևէ ֆունկցիայում, հիշում եմ, որովհետև դուք հարցը տալիս եք Պրահայի հայտարարության մասին, ես ուրիշ տեղ չեմ տանում, դուք հարց տվեցիք, փորձելով ձեր հարցը կապել, հարցով կապել Պրահայի հայտարարությունը էթնիկ զտման հետ, ես էլ ձեզ ասում եմ, թե որն է կապը իրականում։ Մի վարքան, ես հիմա այս հարցին կպատասխանեմ, հաջորդն ձեր հարցին կպատասխանեմ։ Եվ հետևաբար Պրահայի հայտարարությունը որևէ կերպ որևէ բան չէր փոխել, ոչ ռուս խաղաղապահ զորակազմի ֆունկցիաներում, ոչ կարգավիճակում, ոչինչում։ Էլ չեմ ասում, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն ռուս խաղաղապահ զորակազմի գոյությունը եւ ներկայությունը Լեռնային Ղարաբաղում պայմանավորված չէր ոչ Լեռնային Ղարաբաղի այս կամ այն կարգավիճակով, ոչ Հայաստանի եւ Ադրբեջանի այս կամ այն դիրքորոշմամբ այս կամ այն հարցի շուրջ, այլ սևով սպիտակին գրված էր, որ 5 տարով է այնտեղ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը 6 ամիս առաջ չի ասում ոչ։ Նիկոլ Փաշինյանը ասում 86600 քառակուսի կիլոմետր ճանաչում եմ Ադրբեջանի, ոչ մի բան իրենից չէր ներկայացնում այդ հայտարարությունը։ Լսում եք դուք ինչ է ասում։ Ես ձեզ ասում եմ ձեր հարցի համատեքստը հետևյալն է։ Ձեր հարցի համատեքստը ասում է, որ քանի որ ընդ որում ձեր հարցի համատեքստը չի միայն, էլի, մեր ընդդիմադիր խմբակների եւ նաեւ դրսից նրանց, ինչ ասեմ, ձայնակցողների հետեւյալ թեզն եք դուք կրկնում, որ Փաշինյանը
Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս Պրահայում, հետևաբար տեղի ունեցավ էթնիկ զտումը։ Այն փաստը, որ ռուս խաղաղապահ զորակազմը այնտեղ էր եւ ոչինչ չարեց չնայած պիտի աներ, ոչ մեկի չի հետաքրում։ Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին հորդորեցին, օրինակ, չգնալ Սոֆիա կամ Բրատիսլավա եւ գնալ Եվլախ, դա ոչ մեկին չի հետաքրվում։ Ներողություն։ Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի էլիտան մեզ ասում էր դավաճաններ, այսինչ եք անում, բայց ի վերջո իրենց ներկայացուցիչը ստորագրեց Լեռնային Ղարաբաղի լուծարումը, դա ոչ մեկի չի հետաքրում։ 10 օրվա իշխանության եք մեղադրում։ Ձեր ամբողջ քաղաքական Ես 10 օրվա իշխանության չեմ մեղադրում։ Դրա համար ասում եմ Լեռնային Ղարաբաղի քաղաքական էլիտան։ Որ ասում եք չգնացին հա Եվրոպայում բանակցել, այ դուք ինչ էիք անում, որ Արցախի իշխանությունները կարողանային հաղթահարել Մոսկվայից եկող ճնշումները եւ կարողանային գնալ Եվրոպայում բանակցելու, որովհետեւ այդ շրջանում մեծ ճնշում է եղել։ Բայց այդ պնդումը որտեղից է կանում։ Ես ոչ հաստատում եմ, ոչ հերքում եմ, բայց եթե Արցախի գործիչներն են հայտարարում, խնդրում եմ իրենց հարցրեք, թող հրապարակայնորեն հայտարարեն, իմանանք այդ ինչ ճշմարիտ է։ Արցախի հանրային քաղաքական գործիչները ովքեր կաշկանդված չեն խոսելու։ Դե խնդրում եմ այդ թվում Լեռնային Ղարաբաղի հենց այն պաշտոնյաներից հրապարակային հարցրեք, որոնք այդ պահին պաշտոնյա են։ Խնդրում եմ հարցրեք, ինձ էլ հետաքրքիր հրապարակայինորեն իրենք ինչ կասեն։ Պարոն Ռուբինյան, դիվանագիտական կորպուսի ձևավորումն է, որ պետք է տարբերակել դաշնակիցներին գործընկերությունից։ Չգիտեմ, երևի նկատի ուներ, որ օրինակ Էդգար Ղազարյանի պես հանճարեղ դիվանագետին պետքա նորից դեսպան նշանակեն։ Տենց էլի, Փեսուն երևի նորից դեսպան կնշանակի, այդ տիպի էլի։ Դուք անընդհատ ասում եք, որ նախկինները եղել են իշխանազավթներ եւ Լեռնային Ղարաբաղի հարցը օգտագործել են իշխանությունը պահելու համար։ Նախկինների օրոք Արցախը եղել է հայկական, հիմա մենք Արցախ չունենք եւ հարցը ով է հիմա դավաճանը, կապիտուլյանտը, հողատը։ Ինչ եք ուզում ձեր հարցին պատասխանել։ Ասեք ով է, Նիկոլ Փաշինյանը։ Անիմաստ, այսինքն էլի հիմա որ էլի ասեմ, որ ես կարծում եմ, որ լրագրությունը հանրությանը ինֆորմացիա փոխանցելու համար է եւ ոչ ակտիվիզմով զբաղվելու, կասեք թիրախավորում եք մեզ։ Ես հիմա ասում եմ, ես ընդհանրապես տրամաբանությունը կհուշեր, որ պետք է ասեմ դավաճաննել են իրանք, կապիտուլյանտնել են իրանք, հողատունել են իրանք, բայց քանի որ ես ընդհանրապես դեմ եմ նրան նման խոսույթ օգտագործելուն, չէ, ներողություն, բայց քանի որ ես դեմ եմ նրան նման խոսույթ օգտագործելուն, ես պետք է ասեմ, կրկնեմ իմ ասածը, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանազավթ խմբակների ամբողջ քաղաքական հետագիծը հետևյալն է՝ օգտագործել Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանում իշխանությունը զավթելու եւ պահելու համար եւ թալանել երկիրը։ Էսա։ Ու իրանք եթե ասում են հողատու, թող հարց տան իրանք, եթե իրանք համարում են, որ օրինակ Լեռնային Ղարաբաղը հայրենիք է, որը հանձնվել է, ինչու են իրենք բանակցում օրինակ Ջաբրայելի եւ Խարվաճարի հանձնման շուրջ, արդյոք իրենք հողատու էին, կապիտուլյանտ էին, հաջորդ հարցը տամ, իրենց պրոտեժեները Լեռնային Ղարաբաղում բառի բուն իմաստով ստորագրել են Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթ, իրենք կապիտուլյանտ են, ու ընդհանրապես, երբ որ իրենք Հայաստանի ներքաղաքական դաշտում արդարացնում են ցանկացած երրորդ ուժի ու մեղադրում են ամեն ինչում Հայաստանին, ոչ միայն Հայաստանի կառավարությանը։ Ես նույնիսկ հիշում եմ, որ Սերժ Սարգսյանը, ձեր սիրելի, 2021 թվականին հանրային հարցազրույցում Հայաստանին մեղադրում էր Գյանջայի քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու համար։ Հիմա ինքը դավաճանա, հողատույա, կապիտուլյանտա, թե ինչա, շնորհակալություն։